Իմ հարգելի ունկնդիրներ, հաղթանակի օր այսօր։ Հաղթանակ, 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 մենք հաղթեցինք։ Այսօր դատարանի նիստից հետո մենք լսեցինք այն ուրախ լուրը, որ վաղուց սպասում էինք։ Այլևս դատական նիստ չի լինելու, վերջ։ Թե ինչպես են գործերը շարունակվելու, ես արդեն չգիտեմ։ Սա հաղթանակ է, եւ դուք բոլորդ օգնել եք այս հաղթանակին, ձեր աջակցությամբ, ձեր հավատով, ձեր պայքարով, ամենքը ձեր ձևով։ Սա միայն որոշում չի, այլ սա միավորման, ուժի եւ արդարության հաղթանակ է։ Այս պահին հիշում եք, ես ցանկանում եմ հիշեցնել, որ երեք հաղորդման մեջ ասեցի, դուք ինչ եք բաշարել, որ ես էլ բաշարեք։ Չասեցի իշխանությանը, ասեցի դուք ռեկորդ եք խփում ձեր ձախողումների, փնթի գործերի, այս մեկն էլ հուսով եմ, որ կձախողեք, ասեցի, չէ, այդպես էլ եղավ, տեսար, Փաշինյան, շախ եւ մատ, ասեցի, որ քո ուզածը չի լինելու, թույլ չենք տա, Էդգարի եթերում էլ քանի անգամ ասել եմ դա, թույլ չենք տալու ձեր ուզածը լինի, սուսիկ փուսիկ, ծածուկ մածուկ եւ կարողանաք հաղթել, ոչ, մենք մեր բոլոր ուժերը ներդրեցինք, որ քեզ թույլ չտանք դա հաղթելու, հասկացար հիմա ժողովրդի ուժը, հասկացար հիմա, թե մենք ինչքան քեզնից առաջ ենք քանի քայլ, թեկուս ուշացումով են մեզ այս լուրը հայտնում, որպեսզի ետ լինենք։ Սիրելիներս, ձեր այդ զանգերը Էդգարի եթերում ինչքան ուրախացած, ինչքան լացակումած նայում եմ այս տանջված ժողովրդին, որ հույսն ու հավատը տեսնում են Վարդանի մեջ, զգում են, որ իրենք էլ են հաղթել, հույս կա ամեն ինչի։ Իմ սիրելի ժողովուրդ, շատ ուրախ եմ ձեզ համար, բոլորս ենք ուրախ այս արդարության հաղթանակի համար։ Մի բան պետք է խոստովանեմ, նորից, ճիշտն ասած, ես այլ սկզբունքներ ունեմ մի քիչ, ես հիմա ձեզ բացատրեմ այս թեզը, որ երբ որ դու կատարում ես բոլոր մարդկային ջանքերդ եւ ոչինչ չի մնում այլևս անելու, ամեն ինչ փորձեցիր, այդ ժամանակ մտովի ասում ես Աստծուն, ես իմ բոլոր ջանքերն արեցի, ներքևից եկող, հիմա ժամանակն է, որ դու միջամտես եւ դու քո ուժով միջամտես այս գործին, որը ես այլևս չեմ կարող բոլոր ամեն ինչ հնարավոր ես փորձել եմ։ Երբ որ ներքևից ուժը արել է իր բոլոր գործերը, արդեն իրավունք ունի պահանջելու Աստծո միջամտությունը։ Եթե ոչինչ չես արել ինքդ քեզ համար, կամ քո գործի համար, ուրիշի գործի համար եւ այլը, իրավունք էլ չունես պահանջելու Աստծո, որ միջամտի։ Աստված ասում է, դու ինչ ես անում ինքդ քեզ համար, որ ինձնից ես խնդրում։ Այս թեզը իմ մտքի մեջ ունենալով, այսօր մտածելով, խորհելով այդ մասին, որոշեցի, հիշեցի, որ մի հատ շատ հզոր մանտրա կա, մանտրան աղոթք չէ, մանտրա է։ Մտածեցի միգուցե այս մանտրան օգտագործեմ, լսեմ եւ մեդիտացիա անեմ, որ այս մանտրան օգնի, խոչընդոտները հեռացնի դատարանում, բոլոր այդ խճճված հարցերը կամ դժվարությունները, որ ունեն փաստաբանները, իրենց խելք տա, հնարավորություն տա, որ կարողանան ճիշտ ձևի խոսել, ճիշտ ձևի պատասխանել, ճիշտ ձևի ապացուցել եւ խնդրեցի նաեւ դատավորին այնքան խելք ու հստակություն տա, որ ամեն ինչը տեսնի հստակ ափի մեջ եւ իրեն հայտնի լինի ամեն ինչ։ Այդ մանտրայի լսելու ընթացքում ես մեդիտացիայի պես նստեցի եւ հետո վերջում 108 անգամ լսեցի այդ, պետք է կրկնվի 108 անգամ, ասեցի դե լավ, սա արդեն վերջի փորձն էր, այդ էլ փորձեցինք, հիմա տեսնենք, թե ինչ կլինի։ Ես նույնիսկ Էդգարին գրեցի, ասի, լա տեսնենք,
եթե այս մանտրան իրոք գործում է, ուժ ունի, վերտեսնենք, թե իրոք եթե այսօր լավ արդյունք լինի, ուրեմն ճիշտ է, որ այս մանտրան օգնում է։ Եվ մանտրայից հետո խնդրեցի, ասացի, եթե դու իրոք կատարես այս ամեն ինչը իմ խնդրանքը, ես քեզ խոստանում եմ, անպայման կդնեմ այս մանտրան, որ այլ մարդկանց էլ օգնի ծանոթանան քեզ հետ։ Այս խոստումս պարտավոր եմ կատարել, գիտեք, միգուցե ծիծաղեք, միգուցե չհավատաք, թե ինչ, բայց ես այսօր փորձել եմ։ Եվ իմ խոստումը ես միշտ կատարում եմ բոլորին, եւ նույնիսկ այսպես օդի մեջ ասած վերացական խոստումը, թե ում էր հղված, չգիտեմ, բայց պարտավոր եմ կատարել, այնպես որ խնդրում եմ, լսեք ձեր խոչընդոտների հանդիպելիս, վտանգավոր գործերի հանդիպելիս, նեղության մեջ, կարևոր խնդրի մարտահրավերների ժամանակ, խոշոր մեծ դժվարությունների ժամանակ, լսեք այս մանտրան, ուղղակի կարդացեք այս մանտրան ձեր մտքում, հայերեն տառերով չի լինի, անգլերեն տառերով, այդպես ավելի ճիշտ կլինի դրա արտասանությունը ձեր մտքում, քան թե հայերեն տառերով։ Իսկ եթե ցանկանում եք մանտրան լսել իր երաժշտությամբ, կարող եմ տալ մանտրայի վերնագիրը կարող եք դնել YouTube-ում, փնտրել եւ կարող եք ամբողջ մանտրան ամբողջությամբ լսել YouTube-ի ալիքում, շատ կան այդ մանտրան տարբեր ձևի, տարբեր երաժշտությունների տակ։ Նույն բառերն է կրկնում, բառերը նույնն են, երաժշտություններն է տարբեր, ասողի ձայնն է տարբեր։ Ուզում եմ ձեզ օգնել դրանով, եթե ցանկանում եք իհարկե, փորձեք, ես ձեզ չեմ պարտադրում կամ մի բան, ասեք այս ինչ բանի համար, որ մարդիկ ունեք այս պահին ինչ-որ կարևոր խնդիրներ, դրեք այն լսեք, ուրիշ ոչ մի բանի մասին մի մտածեք, միայն այդ ձեր գործի եւ ուղղակի լսեք այս մանտրան կարդալով բառերը։ Նորից եմ շնորհավորում բոլորիդ ձեր աջակցության համար, շնորհակալություն եմ հայտնում եւ մենք կշարունակենք պայքարել ցանկացած անարդարության դեմ, այնքան ինչքան հնարավոր է, այնքան ինչքան մեր ուժերը կհերիքի։ Հաղթանակը միշտ էլ մերն է լինելու։ Ուզեն թե չուզեն, այսպես է, ժողովուրդը, որ միավորվում է, կարող է սարեր շրջել, թող այդպես էլ իմանան։ Այսպիսով բարեկամներս, շնորհավորում եմ նորից ու նորից բոլորիդ, պատկերացնում եմ ձեր ուրախությունը։ Հիմա բոլորս ենք ուրախ տրամադրության մեջ, սպասենք հերթական լուրերին ավելի մանրամասներին։ Այժմ այսքանը, ստեսություն։